Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք, միացրեք ծանուցումները, որպեսզի չկորցնեք ամենահետաքրքիր ու սենսացիոն նյութերը։ Առաջ են գալու պատմություններ, որոնք դեռ ոչ ոք չի լսել։ Մենք բոլորս լսել ենք սահմռկեցուցիչ պատմություններ մարդկանց մասին, որոնք անկում վերացել են անտառներում կամ ազգային զբոսայգիներում։ Բայց իմ կարծիքով Վիկտոր Շումեյքերի անհայտորեն անհետանալու գործը ոչ միայն ամբողջ Արևելան Ամերիկայի, այլ նաև Արևմտյան Վիրջինիայի պատմության ամենաառեղծվածային ու անբացատրելի դեպքերից մեկն է։ Բանն այն է, որ Վիկտորը կորել է իր պապիկի տունս ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա, երբ խաղում էր իր զարմիկի հետ։ Պատմությունը սկսվեց զով գարնանային առավոտյան, 1994 թվականի մայիսի 1-ին։ Հինգամյա Վիկտորը ծնողների հետ եկել էր Ագուստա քաղաք, Արևմտյան Վիրջինիայում, որպեսզի այցելեն երեխայի պապիկին, Օսկարին։ Դա սովորական այց էր, նրանք հաճախ էին գալիս, քանի որ Վիկտորը շատ էր սիրում պապիկի մոտ մնալ։ Այդ օրը այնտեղ էին նաև նրա զարմիկները՝ 8-ամյա Լոյդը և 9-ամյա Տոմին։ Երեխաները հրաշալի էին լեզվում միմյանց հետ և ժամերով խաղում էին հին տան հետևի բակում ու մոտակա անտառում։ Ագուստան փոքրիկ, առանձնացված և շատ հանգիստ բնակավայր է։ Տեղացիները նույնիսկ քաղաք չեն անվանում, գյուղ են ասում։ Այնքան անհայտ վայր է, որ դուք ամենայն հավանականությամբ երբեք չեք լսել դրա մասին։ Տեղանքը բնակեցված է հիմնականում կրոնական, ամուր համայնքով։ Մոտ 5000 մարդ ու ամբողջ քաղաքի մեջ կա 8 եկեղեցի։ Այդ ամենը ասում եմ, որպեսզի պատկերացնեք մարդկանց ապրելակերպը։ Վիկտորի պապիկի տունը գտնվում էր Կոյոտոյի լեռնալանջի մոտ։ Դա բարձրլեռնային անտառապատ շրջան է, 639 մետր առավելագույն բարձրությամբ։ Շրջանը հայտնի է որսորդների համար, սակայն կիրակի օրերին որս անելը արգելված է, այդ պատճառով ծնողները հանգիստ էին և չէին անհանգստանում երեխաների համար։ Այդ առավոտ Վիկտորը և երկու զարմիկները վերցրել էին իրենց պլաստիկ խաղալիք ատրճանակները և գնացել էին որս խաղալ, լեռան անտառապատ ստորոտում։ Որսը Վիկտորի սիրած խաղն էր։ Քաղաքում ապրող տղայի համար այդ անտառները իսկական փրկություն էին։ Նա սիրում էր օդը, ծառերը, փոքրիկ առվակները։ Այն վայրը, որտեղ երեխաները խաղում էին, հարթ ու մաքրված էր, այնպես որ այնտեղ դժվար էր կորել։ Եթե դուք մտածում եք, որ ծնողները վատ էին հետևում երեխային, ապա սխալվում եք։ Վիկտորը ծնողների միակ և ուշ երեխա էր, և նրանք չափազանց ուշադիր էին։ Տնված հրահանգը պարզ էր՝ տնից հեռու չգնալ ավելի քան 500 մետր և միշտ խաղալ միայն զարմիկների հետ։ Երեխաները բազմաթիվ անգամներ խաղացել են այդ անտառում։ Մի քանի ժամ խաղալուց հետո Վիկտորը գոռում է տղաներին, որ քաղցած է, և գնում է տուն։ Մոտավոր 250 մետր էր տան ճանապարհը։ Զարմիկները չգնացին նրա հետևից, մտածելով, որ շուտով կհանդիպեն տանը, ուշ նախաճաշին։ 10-20 րոպե անց Լոյդն ու Տոմին են վերադառնում այդ նույն քշվող արահիտով։ Սակայն տուն հասնելով պարզվում է, որ Վիկտորը չի եկել։ Նրանք անհապաղ տեղեկացնում են մեծերին։ Վիկտորի հայրը սարսափեց, շտապում է անտառ երեխաների ցույց տված տեղը, սակայն ոչ մի հետք չի գտնում։ Նա դիմում է ոստիկանության։ Պետք է արժանին մատուցել ոստիկանությանը, ընդամենը 2 ժամ անց կազմավորվում է մի քանի տասնյակ հոգանոց որոնողական խումբ։ Երեկոյան, նայած եղանակի վատացմանը, որոնողներն արդեն մոտ 350 հոգի էին։ Մինչ մտնելը նրանք ուսումնասիրել էին շուրջ 5 կիլոմետր շարավղով քմբողջ տարածքը, սակայն ոչ մի հետք չկար։ Վոլոնտյորները ըստ տեղական թերթից ոչ մի նշան չեն գտել, որ կարող էր օգնել հասկանալու, թե ուր է տղան։ Հաջորդ առավոտ, մայիսի 2-ին, պապիկի տունից 3 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվում է տարօրինակ մի տեղանք։ Հատվածում նշվում է, որ հարթ տարածքի շուրջը քարեր էին դասված իդեալական եռանկյունի ձևով։ Մեջտեղում ու կողքերին փաչիկներ էին։ Խոտը մի փոքր ճմլված էր, բայց այս փաստը երբեք չի նշվել ոստիկանության ոչ մի պաշտոնական հաշվետվության մեջ։ Դա միայն երկու վոլոնտյորների պատմությունն էր։
Շինվածքը հիշեցնում էր երեխաների անփորձ շալաշ, սակայն իմ կարծիքով ավելի շատ նման էր սլաքի, թե ինչի վրա էր այն ցույց տալիս, անհայտ է։ Այդ ընթացքում հարյուրավոր մարդիկ ու տասնյակ ծառայողական շներ մետր առ մետր ուսումնասիրում էին ամբողջ անտառը։ Եղանակի վատացմանը նրանք չէր տանգնեցնում։ Անտառը այնքան խիտ էր, որ հետագայում միացվեց նաև ինֆրակարմիր տեսականցիկներով հածանով հելիկոպտեր։ Ջրասուրցներն էլ ուսումնասիրեցին բոլոր առուգներն ու ջրամբարները։ Որոնումները լայնամասշտաբ էին, բայց ապարդյուն։ Մի վոլոնտյոր, որը ամբողջ գիշեր որոնում էր, ավտովթարից զոհվեց քնի պատճառաբանություններով։ 5-րդ օրը որոնումները պաշտոնապես դադարեցվեցին, բայց հաջորդ կես տարվա ընթացքում զինվորականները շարունակում էին ստուգել տարածքը, սակայն Վիկտորը չգտնվեց։ Կային մի քանի վարկածներ։ 1. Սխալմամբ որսորդի հրապատահում, բայց արագ մերժվեց, կիրակի օրերին որսը արգելված է։ 2. Պահանջված էր երեխայի առևանգում, հավանականությունը շատ փոքր էր, մոտակից անցնում էր միայն մեկ ճանապարհ, մեքենաներ հազվադեպ էին։ 3. Երեխան կարող էր մոլորվել, ծնողները կտրականորեն մերժեցին, Վիկտորը հրաշալի գիտեր տարածքը և պետք է իսկապես փորձել, որպեսզի կորեր։ Անտառից տունը ընդամենը 250-300 մետր էր, և որոնումները սկսվել են գրեթե անմիջապես։ 4. Մութ սարսափելի վարկած։ Որոնող շներից մեկի վարկը ստիպեց մտածել վատագույնի մասին։ Շունը հանկարծակի դուրս էր գալիս Արահիտից դեպի հին անտառային ճանապարհ վեր բարձրացրած քթով։ Դա նշանակում է, որ մարդուն կրել են ձեռքին, ոչ թե քայլել է։ Սակայն այդ ճանապարհով վերջին օրերին ոչ ոք չէր անցել։ Վիկտորի զարմիկները մի քանի անգամ հարցաքննեցին և անգամ ստուգեցին ստի դետեկտորով։ Հետաքրքիր է, որ ինչ եք կարծում, թե ինչ եղավ Վիկտորի հետ հարցին նրանցից մեկը շշնջալ է. մեծ մեկը ծառերի հետևից էր թաքնված։ Ես կարծում եմ նա տարավ նրան։ Ոստիկանությունը այդ խոսքերը լուրջ չի ընդունել։ Սակայն մոտ 40 տարի առաջ այդ վայրում եղել է մի այլ դեպք։ Ջեք Կոպլենդ անունով մարդուն կպնդել էր 2 անգամ այդ անտառներում տեսել է հսկայական ինչ-որ արարածի։ Ոչ ոք նրան չէր հավատում, բայց նա պնդել էր իր ասածը։ 28 տարի է անցել Վիկտորի անհետանալուց, բայց ոչ մի հետք չի հայտնաբերվել։ Չկան կասկածներ, չկա որևէ ապացույց, գործը մնացել է իր սկզբնական կետում։ Այնուամենայնիվ, Վիկտորի ծնողները մինչև այսօր հավատում են, որ մի օր իրենց տղան կբացի դուռն ու կասի. «Մամ, պապ, ես վերադարձա»։